Մարտի 15-ն է, գտնվում են Կոտայքի մարզի Աբովյան խոշոր ասված համայնքի ավելի շատ հայտնի Առինջի Պաուրսևակ թաղամասի, որ 20 փողոց, որ նրբանց երրորդ փակուղում, որտեղ այս ինչքան ժամանակ է այս վիճակն է։ Ես 18 թվականից եմ ստեղ ապրում, սենց ա եղել, դրանից առաջ չգիտեմ։ Միշտ այս խնդիրը եղել է։ Հիմա այս հոտը որ գալիս է, կոյուղիներից է, չէ՞ այս հոտը գալիս։ Հա։ Ինչն է պատճառը, որ դուրս է գալիս։ Դե գալիս է խողովակը ստեղ վերջանում, հենց այնտեղ։ Չկա, հիմի ձեր խնդրանքն է, որպեսզի ժամանակավորապես այդ վնասված կլուծեն, միջև էսի ինչ որ թվին կլուծվի այս հարցը։ Դե ամենայն դեպս իմ տեղեկություններով Աբովյանի քաղաքապետարանը ու Կոտայքի մարզպետարանը արդեն սկսել են ինչ որ ասում եմ հաստատել են ծրագիրը, որ հիմնովին սարքեն։ Էլի խնդիր չկա։ Բայց ձեր խնդրանքը գոնե դա ժամանակավոր բան է։ Ժամանակավոր, որտեղ մեր հորերը շաբաթը մեկ բան ենք անում։ Քաշում ենք։ Անգամ այս եղանակին գարշաուտը գալիս է։ Հա։ Հիմա տեսնում եք, ամբողջ այս կեղտա ջրերը դուրս է գալիս, գնում, եսի մուր է հասնում։ Հեսա տեսեք։ Բնակիչների խնդրանքը, բնակիչներն շատ են։ 200-ից ավելի տուն կա։ Այս մարդկանց խնդրանքն է, որ ժամանակավոր դա լուծվի, միջև Աբովյանի քաղաքապետարանը արդեն սկսել է կապիտալ հիմնովին նոր ջրահեռացման խողովակ, կոյուղատարեր անցկացնի։ Դե առաջնահերթ էդի սարքեն, որ խնդիրը ժամանակավորապես լուծվի էլի։ Միջև այս հարցը կլուծեն։ 4 բոլորը նայում եք, այն որ ասում է կեղտա ջրերի լճակներ է ստեղծված տարբեր տեղեր, բայց այնտեղ շատ վարար դուրս է տալիս կեղտա ջուրը։ Հիմա այն տան մոտ է, չէ՞, այն տան մոտ է, որ վնասվել է։ Հիմա հենց այնա ժողովուրդը որ հավաքվել են, խնդրանք ժողովրդի կողմից, որ գոնե ժամանակավոր դա ստեղ էլ է նայ նույն վիճակն է։ Ժամանակավոր սարքեն, որպեսզի ժողովուրդը փրկվի այս կեղտի հոտից։ Իդեպ այս ամբողջ կեղտա ջրերի մեծ մասն է լցվում է բնակիչների, հեսա տներ կան, տների նկուղներ։